ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի 3 ազգականները մեղադրյալի աթոռին են։ Նախկին գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ մի շարք այլ հանցանքների վերաբերյալ դեռևս 2016-ից հակակոռուպցիոնում քննվող քրեական վարույթով բացահայտվել են Պողոսյանի եւ նրա բարեկամների կատարած մի շարք հանցանքներ։ Նախաքննության ընթացքում պարզվել է հետևյալը. 2011 թվականին Միհրան Պողոսյանը Պանամայի հանրապետությունում օֆշորային գոտիներում հիմնում է երկու օֆշորային կազմակերպություններ Hopkinton Trade Incorporated եւ Sictem Real Estate Incorporated ընկերությունները, որոնց հիմնադիրներ եւ տնօրենները նշանակում իր ընկերներին, հարազատներին, ինչպես նաեւ ենթակայության տակ գտնվող մի շարք ԴՀԿ աշխատակիցների, որոնցից ոմանք նույնիսկ տեղեկ չեն եղել տվյալ ընկերությունների կազմակերպման, իրականացման եւ առասարակ գոյության մասին։ Օֆշորային այդ ընկերությունների միջոցով 2012 թվականին Հայաստանում հիմնադրվել է Best Realty ՍՊԸ-ն, քանի որ Պողոսյանը նշված ժամանակահատվածում գլխավոր հարկադիր կատարող էր եւ փաստացի չէր կարող զբաղեցնել ընկերության տնօրենի պաշտոնը, տնօրեն է նշանակել իր ազգական Էդուարդ Հարությունյանին։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ մի շարք ընկերություններ կնքել են գույքի գնահատման պայմանագրեր, այդ թվում նաև Best Realty ընկերությունը, հանձինս Միհրան Պողոսյանի ազգական Էդուարդ Հարությունյանի եւ 2013 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում իթիվս այլ գնահատող կազմակերպությունների եւ ընկերությունների ԴՀԿ կողմից նաեւ հաղթող է ճանաչվում Best Realty ՍՊԸ ընկերությունը եւ վերջինիս հետ 2014 թվականի ապրիլի 17-ին կնքվում է անշարժ եւ շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Քննության տվյալներով այլ կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվել են 1 տարի ժամկետով, մինչդեռ Best Realty-ի հետ պայմանագիրը կնքվել է 2 տարով, ըստ որի քննիչի խոսքով ակնհայտ է, որ Պողոսյանը հանդիսանալով գլխավոր հարկադիր կատարող չարաշահել է իր պաշտոնական լիազորությունը։ 2014-ից 16 թվականների ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից նշանակված փորձաքննությունների գերակշիռ մասը հենց իրականացվում է տվյալ ընկերության կողմից եւ պետական բյուջեից գնահատող ընկերություններին տրամադրված գումարից մնացած ընկերությունների համեմատ նշված տարիների ընթացքում տվյալ ընկերությանը Best Realty ընկերությանը վճարվում է ավելի քան 9 միլիոն դրամ գումար։ Քրեական վարույթով բացահայտվել են նաև այլ դրվագներ։ Պարզվել է, որ Միհրան Պողոսյանը իր պաշտոնավարման տարիներին ԴՀԿ-ում աշխատանքի ընդունել իր քեռու որդիներին՝ Տիգրան եւ Գևորգ Հարությունյաններին։ Ըստ քննության նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Համապատասխան տարիներին Տիգրան Հարությունյանը հրամանագրված լինելով ԴՀԿ ծառայությունում համապատասխան ստորաբաժանումներին որպես ԴՀԿ ծառայող ստացել է ավելի քան 2 միլիոն դրամ գումար աշխատավարձ, իսկ Գևորգ Հարությունյանը ավելի քան 10 միլիոն դրամ աշխատավարձ։ Քննիչի խոսքով գործով ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, այդ թվում ԴՀԿ աշխատակիցներից ուսմունքներով այդ անձինք երբևէ աշխատավայրում չեն եղել։ Նախաքննության ընթացքում իմ կողմից նշված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, մասնավորապես Էդուարդ Հարությունյանին Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մասով, իսկ Տիգրան եւ Գևորգ Հարությունյաններին առանձնապես խոշոր չափերի գույքի վատման օժանդակելու մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափան միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը, ինչպես նաև գրավը երկու անձի մասով յուրաքանչյուրինը 25 միլիոն դրամ գումարի չափով։ Լուրերի հետ զրույցում Գևորգ Հարությունյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ասաց, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում կներկայացնեն նյութերին ծանոթանալուց հետո։ Էդուարդ Հարությունյանի պաշտպան Հայկ Մովսիսյանն էլ նշեց, որ իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում։ Ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ անիմն է ու անօրինական, եթե նախաքննության փուլում պարոն Հարությունյանը այդ անհիմն եւ անօրինական մեղադրանքը ընդուներ, հավանաբար սույն քրեական վարույթը չէր թեվակողի առասարակ դատական քննության փուլ, որովհետև քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջության ժամկետները լրանում են։ Պարոն Հարությունյանին ներկայացվել է մեղադրանք քրեական հետապնդումը բացառող հանգամանքի արկայության պայմաններում, որպեսզի հանգամանքը պարոն Հարությունյանի պաշտպանական կողմը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կներկայացնի հակակոռուպցիոն դատարանին։ Մեղադրյալների կողմից պետությանը հասցված վնասը ավելի քան 22 միլիոն դրամը վերականգնվել է։ Հիշյալ անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ ուղարկվել են հսկող դատախազին։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։